նախկին խորհրդային միությունում, քանի որ նա համաշխարհային առաջին մեծության շախմատիստ էր։ 1963 թվականին Տիգրան Պետրոսյանի կողմից աշխարհի շախմատային թագը նվաճելուց հետո սկսվեց մեր ինքնագիտակցության համազգային զարթոնքը։ Հայ ժողովուրդն առաջին անգամ բարձրաձայնեց մեծ եղեռնի մասին։ Երկաթյա Տիգրանը իր շախմատային հաջողություններով համախմբեց աշխարհի տարբեր ծագերում բնակվող միլիոնավոր հայերի։ Տիգրան Պետրոսյանի Վրաստանում եւ Հայաստանում շախմատային առաջին հաղթանակներին հաջորդեցին հաջողությունները խորհրդային միության առաջնություններում, եւ հենց այդ ժամանակվանից հայ գրոսմայստերը դարձավ աշխարհի առաջնությունների անփոփոխ մասնակիցը։ 1962 թվականին հեռավոր Կյուրոսաոյում Ռոբերտ Ֆիշերի, Միխայիլ Տալի, Պաուլ Կերեսի, Եֆիմ Գելլերի, Վիկտոր Կորչնոյի եւ այդ ժամանակվա մնացած ուժեագույն գրոսմայստերների մասնակցությամբ հավաքնորդների մրցաշարում ճանաչվելով ուժեագույնը, Տիգրան Պետրոսյանն իրավունք ստացավ շախմատային թագի համար ձեռնոց նետել խորհրդային շախմատի նահապետ, աշխարհի չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկին։ Հատկապես տարեց շախմատասերների հիշողություններում վստահ ենք դեռ անմոռաց են այդ օրերը, երբ ողջ հայությունն էր ուշի ուշով հետևում Մոսկվայում ընթացող Բոտվիննիկ Պետրոսյան մեծ դիմակայությանը։ 1963 թվականի մայիսի 20-ին Տիգրան Պետրոսյանը հաղթեց այդ մրցամարտում եւ հռչակվեց աշխարհի 9-րդ չեմպիոն։ Այս հաղթանակը անասելի մի ցնծություն պարգևեց մեր ողջ ժողովրդին եւ միանգամայն տրամաբանական էր, որ Տիգրան մեծի չեմպիոնական տիտղոսը մեծապես նպաստեց հինավուրց խաղի մասսայականացմանն ու առաջընթացին Հայաստանում։ Եվ եթե այսօր մենք հաճախակի ենք նշում, որ մերօրյա շախմատային գերտերություն դարձած Հայաստանի հաջողությունների գրավականը Տիգրան Պետրոսյանի ստեղծած շախմատային ավանդույթների մեջ է, բացարձակ ճշմարտություն է։ 3 տարի անց Տիգրան Պետրոսյանը պահպանեց աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը Բորիս Սպասկու հետ մրցամարտում, իսկ 1969 թվականին իր ծննդյան 40-ամյակի օրը նույն Սպասկու հետ նոր մրցամարտում հրաժեշտ տվեց շախմատային թագին։ Հայ ազգի մեծ զավակը իր բազմազար երկրպագուներին հաղթանակի մեծ բերկրանք պատճառեց նաև 1975 թվականին, երբ Երևանում հայրենակիցների աչքերի առաջ նվաճեց խորհրդային միության չեմպիոնի կոչումը, վերստին ապացուցելով հայկական շախմատային մտքի նոր թռիչքի փայլատակումը։ Ցավոք, ճակատագիրը անողոք գտնվեց Տիգրան Պետրոսյանի հանդեպ եւ ընդամենը 55 տարեկան հասակում 1984 թվականի օգոստոսի 13-ին Մոսկվայում նա հրաժեշտ տվեց կյանքին։ Շախմատային հսկա ժառանգություն թողած հայ գրոսմայստերի մահը մեծ կորուստ էր ոչ միայն մեր ժողովրդի, այլև համաշխարհային շախմատի համար։ Շախմատային մայեստրոյի մահից հետո նրա անունով կոչվեց շախմատիստի տունը, Պուրակում կանգնեցվեց աշխարհի 9-րդ չեմպիոնի հուշարձանը, Երևանում սկսեցին անցկացնել նրա հիշատակը հավերժացնող միջազգային մրցաշարեր, ավելի ուշ Տիգրան Պետրոսյանի հուշարձանները կանգնեցվեցին նաև Ապարանում, Երևանի Դավիթաշեն թաղամասում։ Տիգրան Պետրոսյանը, որպես շախմատի հայկական դպրոցի հիմնադիր ու ներկայիս հաջողությունների նահապետ, մեր հիշողություններում կմնա այնքան, որքան իմաստուն խաղ շախմատը։ Ասել կուզեմ հավերժ։